ինչ կտա ինձ այդ ճշմարտությունը։ Ինչ եմ անելու ես այդ ճշմարտության հետ։ Ասենք թե բացահայտեցի, որ ահա ամուսինս ինձ դավաճանում է։ Դավաճանության փաստը հաստատվեց։ Հետո ինչ եք անելու դուք այդ ճշմարտության հետ։ Երբևէ մտածել եք այդ մասին, որտեվ փորձը ցույց է տալիս, գոնե ես իմ աշխատանքի ընթացքում շատ եմ լսում նմանօրինակ մոտեցումներ, վերսիաներ, այսպես ասած, տարբերակներ, որ անձը, կինը ուղղակի հիմա միտքս եկավ այցելից մեկի կարծիքը, որ ինքը ասում էր Անջան, գիտես, մենք իրար հետ այնքան դժվար ճանապարհ ենք անցել, չեղյալ չկայության տարիներ, այտենց աշխատել ենք, հացի խնդիր, ապրուստի խնդիր, հիմա հազիվ գործերը լավ է եւ մենք կարող ենք ապրել գեղեցիկ շքեղ տան մեջ, շրջագայել, այսինքն, ու հիմա ես պետքա թողեմ գնամ, ինչա ինքնից դավաճանում, ոչ միտեղ էլ չեմ պատրաստվում գնալ։ Տարբերակների մասին ես երկար կարող եմ, խոսել, թե ամեն մեկը ինչ տարբերակ է առաջարկում, ինչ որ մեկն էլ ասում է, որ վերջ Եթե կա դավաճանություն, ես չեմ կարող մնալ այս մթնոլորտում, չեմ կարող ապրել այսպիսի նմանօրինակ հարաբերություններում, ես ուղղակի հեռանում եմ, հա? Այսինքն դուք ինչպես կվարվեք, ես չգիտեմ, բայց միջև այն, որ օրինակ կան դեպքեր, որ մարդը հեռախոսով 24 ժամ հետևում է ամուսինի ուր գնաց, ուր որ գնաց, ինչքան մնաց, ընդեղից ուր գնաց, տաքսի կանչեց, այդտեղ գնաց, ընդեղից դուրս եկավ, այնտեղ գնաց, կամ հաճախ հետևում են բանկային քարտերով, ինչ գնումներ կատարեց, որ խանութից այդ գնումը կատարեց, ես հիմա հարցրեցի, ինքը ասեց, ես տեղ եմ, բայց ինքը այս մի խանութում էր, ինչ բանն էր գնում, ինքը մի հատ կոֆե չառավ, երկու հատ կոֆե առավ, այսինքն այդ ամբողջ կաշայի մեջ մտնելուց առաջ խնդրում եմ փորձեք հասկանալ ինչ է տալիս ձեզ, որ դուք այդպես Շերլոկ Հոլմսի նման գիշեր-ցերեկ հետևում եք, կամ նույնիսկ եթե հետևում եք ու հասկանում եք, որ ստում է ձեր ամուսինը, ինչ որ բան, puzzle-ը չի հավաքվում, ձեզանից գաղտնի ինչ որ բան է արվում, ինչ է տալիս դա ձեզ, որովհետև այդ ինքնավնասող վարքը, երբ որ դուք զբաղվում եք ինքնակերությամբ, ուղղակի գիշեր-ցերեկ քուն դադար չունենալով հետևում եք այդ ամբողջ process-ներին ստի, կամ ուղղակի ուզում եք հասկանալ դավաճանում է թե ոչ, խնդրում եմ, նորից եմ կրկնում, փորձեք հասկանալ ինչ է տալու ձեզ այդ ճշմարտությունը, ինչի եք պատրաստ, ինչ կանեք, որտեղ կլինեն դեպքեր, որ իսկապես դուք կհեռանաք, կլինեն դեպքեր, որ գուցե ավելի ցանկալի է այդ վարդագույն ակնոցներով շարունակել ապրել, ես չգիտեմ դուք ինչ կանեք, դուք պետք է որոշեք, ամեն մեկը շատ ինդիվիդուալ է ձեր պատասխանը, կախված ձեր սուբյեկտիվ արժեհամակարգից, աշխարհընկալումից եւ այլն, բայց փորձեք պատասխանել այս հարցին, ինչու եմ անում այն, ինչ անում եմ, ինչ կտա ինձ դա